Հայաստանը 750 միլիոն դոլարի ճիշտ է եվրոբոնդեր թողարկեց ի տարբերություն 21 թվականի տոկոսադրույքներ 7.1% է ինչու է այսքան բարձր տոկոսադրույքը եւ արդյոք ավելի բարձր բանով պարկ վերցնել ավելի ծրագիր է իհարկե բարձր տոկոսով պարկ վերցնելը ավելի քիչ ձեռնտու է, քան ցածր տոկոսով, սա բարձր տրամաբանություն է։ Նախկինում, երբ որ մենք թողարկել ենք եվրոբոնդեր, մասնավորապես վերջի անգամ 21 թվականին, այն ժամանակ շուկան, միջազգային շուկան եղել է ավելի ցածր տոկոսադրույքների պայմաններում, օրինակ, եթե եվրոբոնդերից ենք խոսում, ապա այդտեղ ուղենիշային տոկոսադրույքները սահմանվում են ամերիկյան 10 տարանոց պարտատոմսերի նկատմամբ 21 թվականին, եթե ես ճիշտ եմ հիշում, այդ ցուցանիշը 1%-ից ցածր էր։ Հիմա նույն այդ ամերիկյան պարտատոմսերը 4.2-4.3% են կազմում։ Հիմա ամեն ինչ պետք է համեմատել այս պարտատոմսի ցուցանիշի հետ, եթե մենք համեմատում ենք, թե ինչ տոկոսադրույքով ենք մենք թողարկել 2021 թվականին եւ հիմա, ապա տարբերությունը կազմում է 321 բազիսային կետ։ Այսինքն որևէ փոփոխություն այս առումով չի եղել, ընդ որում ձեզ կարող եմ մի ուրիշ բան ասել, որ մեր հետ համեմատվող երկրներում, նույնիսկ ավելի զարգացած երկրներում, այդ տարբերությունը ավելի մեծացել է, իսկ մեր մոտ մնացել է նույնը։ Բայց ինչի վրա են ծախսում այդ գումարները, պետական պարտք ինչու է ավելանում, օրինակ տնտեսագետներն ահազանգում են, որ դրանով աշխատավարձեր, նպաստներ, թոշակներ են տալիս, այսինքն այն ուղղություններով է ծախսում, որը պետք է պետական բյուջեի միջոցներով ծախսվեր։ Գիտեք, ես կարծում եմ, որ դուք այդ հարցը պետք է տաք, երբ որ մենք բյուջե ենք քննարկում։ Երբ որ օրինակ, երբ որ մենք բյուջե ենք քննարկում, ծախսերն ենք քննարկում այդ բյուջեի եւ պլանավորում ենք, թե ինչքան հարկ ենք հավաքելու եւ ինչքան դեֆիցիտ ենք ունենալու, այդ ժամանակ դուք պետք է ասեք, օրինակ, ինչի Հայաստանը ունի 5.5% դեֆիցիտ։ Եվ այդ ժամանակ այդ պետք է քննարկենք, գուցե գաք առաջարկությամբ ասեք, որպեսզի դեֆիցիտը 5.5% չլինի, մենք համաձայն ենք ավելի շատ հարկ վճարենք, որպեսզի այդ դեֆիցիտը լինի ավելի փոքր, կամ կարելի է կներեք, կամ կարելի է ասել, որ եկեք այս ուղղությամբ ծախսերը նվազեցնենք, այս ծախսը չանենք եւ այլն, ներդրումներ չեք բերում երկիր տնտեսական նախարարները չգիտեն վարչապետը։ Մենք հուշենք վճար մի տվեք падգամավորում։ Մենք ասենք նաեւ որ հարկերը շատ մի արեք, որովհետեւ դա ենթադրել է տալիս, որ դեֆիցիտը շատ է, դրա համար հարկահավաքությունն է շատ հարկեր եք սահմանում։ Դա է պատճառը։ Ես չեմ ասում, որ դուք եկեք իմ գործը արեք։ Արեք, ասված եմ, ռեալորն է, չի չեկա։ Մենք մեր գործը շատ լավ անում ենք։ Եթե դուք որևէ բանում համաձայն չեք, որովհետև մենք առաջարկություն ենք ներկայացնում կառավարությանը, կառավարությունում քննարկում ենք բյուջեն, հետո դա ներկայացնում ենք ազգային ժողովին եւ ազգային ժողովը դա հաստատում է, ընդ որում դա հանրային քննարկման է դրվում։ Այդ չի նշանակում, որ դա հանրային քննարկման է դրվում, մենք հանրությանը ասում ենք եկեք մեր գործը արեք։ Մենք ուղղակի լսում ենք, որտեղ մենք ի վերջո հանրության համար ենք այդ բյուջեն հաստատում, այդ ամեն ինչը Դուք ընդդիմախոս տնտեսագետներին լսում եք, օրինակ նույն նախկին վարչապետ օրինակ Հրանտ Բաղրատյանը բազմաթիվ անգամ տնտեսական բազմաթիվ խնդիրներից է խոսել։ Դուք լսել եք իր կամ մյուս տնտեսագետները, որը ձեր թերությունները, օրինակ իրենք շատ դեֆիցիտի մասին են խոսում։ Դուք այդ մասին իրանց հորդորները, լուծումները լսում եք, բնականաբար լսում ենք, բայց իհարկե, եթե խելամիտ առաջարկներ լինում են, դրա մասին մտածում ենք, բայց ես ձեզ կարող եմ ասել, որ այն ինչ որ իրենք ասում են, մենք մեր քննարկումների եւ մեր վերլուծությունների ժամանակ դրանց մասին բնականաբար հաշվի ենք առնում։ Եվրոպա այդ պարտատոմսերի հետ կապված կան նախնական հաշվարկներ, ինչ ուղղություններով են էլի դրանք բան լինելու պարտքի մարում, թե ընթացիկ ծախսեր, ինչ որ հաշվարկներ կան։ Հաշվարկներ կանելու կարիք չկա, որովհետև նախապես նախատեսված էր, որ այդ եվրոպարտատոմսերի թողարկումը ուղղվելու է բյուջեի դեֆիցիտի